Բարի լույս, բարի օր բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ բոլորիդ ամենալավն ու բարին, թող բոլորիս օրը լինի օրհնված և ուրախ, այս գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ իմ նոր հոլովակը։ Ես հույսս դրել եմ Աստծու վրա, ես ոչ ոքից չեմ վախենում։ Սաղմոս 56:11 խոսք։ Իսկ հիմա դեմքով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, սիրում եմ բոլորիդ, հարազատներս, աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեր ամանորը բոլորիդ և Սուրբ Ծնունդը, մաղթելով ձեզ սեր, բարություն, ամենակարևորը ուրախ լինեք, օրհնված լինեք, թող երջանկությունն ու ուրախությունը, խաղաղությունը անպակաս լինի ձեր օջախներից։ Մինչև հոլովակը սկսելը ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ։ Շնորհակալ եմ բոլորիցդ անհատապես, որ այդքան հետաքրքրվում եք, որ չեմ տեղադրում հոլովակ, դուք նկատում եք և գրառումներում գրում եք տիկին Մարինե, ինչ է պատահել, սիրելիներս, քիչ անց կասեմ, թե ինչ էր պատահել, իսկ հիմա ուզում եմ մի գրառման մասին խոսել, որ իմ սրտի խորքում մեծ անհանգստություն ես ապրեցի, որովհետև այդ տողերից ես շատ ինձ վատ զգացի, հիմա կասեմ, թե ով էր գրել այս գրառման բաժնում կոմենտարյան, Աննա Գրիգորյան ջան, իրոք ես մեր տանը չեմ, իրոք անկեղծորեն ես չեմ տեսել ձեր գրառումը, այստեղ կապերը մեկ կան, մեկ չկան, շատ վատ է կապերը, առավոտյան եմ տեսել և շատ անհանգստացա, ես բոլորի գրառումները դուք լավ գիտեք, մեկ առ մեկ պատասխանները գրում եմ և ձեզանից շնորհակալություն եմ հայտնում, Աննա ջան, ես ձեզ չեմ անտեսել, ջանիկս, սիրունիկս, քաղցրս, ես միշտ պատասխանում եմ բոլորիդ հարցերին, կապ չէր եղել, նորից եմ ասում, այսօր առավոտյան որ տեսա, կարդացի, ինձ շատ վատ զգացի, ես սիրում եմ բոլորիդ հավասար, բոլորիդ կոմենտարյաներում հավասար եմ գրում, սիրելիներս չկա մեկը, որ մեկին շատ սիրեմ, մեկին քիչ սիրեմ, դուք Աստծո ստեղծագործություններն եք, Աստված ուղարկել է ձեզ ինձ համար, ես շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, իմ լավ բարեկամներ, Աննա ջան, մի նեղացիր, համբույրներս քեզ, բոլորը քեզ եմ նվիրում, սրտիս ջերմությունը, բարությունը նույնպես Աննայիս և բոլորիդ, իմ լավ բարեկամներ, Աննա ջան, խնդրում եմ գրեք, իմ մոտ չկա այդ գրառումը, թե ինչ եք ինձ հարցնում, հարցրեք, սիրով կպատասխանեմ, իսկ հիմա թոռնուհիս դրել է կոֆեն, եկեք միասին խմենք, եթե դուք չեք դրել ձեր կոֆեն, դրեք, միասին խմենք և ես կպատմեմ, թե ինչ էր պատահել։ Մինչև պատմեմ, սիրելիներս, ինչ էր պատահել, ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Նոր տարվա բոլոր խմորեղենները, պատրաստությունները չկարողացա տեղադրել, էջումս չնկարեցի, որտեղ կասեմ ինչ պատճառով, բայց ես այսօր կտեղադրեմ իմ շերտավոր խմորը, որ պատրաստեցի թխած գաթան ջեռոցի մեջ, իսկ հանելուց հետո արդեն սեղանների վրա ցույց եմ տալիս, այնտեղ երևում է երևի, թե ինչպես լավ բարձրացավ, շատ համեղ, փխուր, մի հատ ձգողական ուժ չուներ այս մարգարինով պատրաստված խմորը։ Աննա ջան, դուք երևի հարցնում եք խմորի մասին, չգիտեմ ինչի մասին եք ձեր գրածը, ասեմ, որ սիրելիներս, կարելի է խազայուշկա մարգարինով պատրաստել, բայց պետք է մարգարինը լինի գոնե 72%,
Իսկ այս մարգարինը, որ կիլոգրամով են ծախում, լիստերով է քառակուսի։ Մի գաղտնիք ունի մարգարինը, դա ուզում եմ ձեզ մանրամասնորեն բացատրել, ինչ գաղտնիք է պարունակում մարգարինը իր մեջ։ Սիրելիներս, անունը Մարգո է մարգարինի, վաճառվում է, գիտեք որտեղ, շուկաներում նայեք, սուպերմարկետներում նայեք, եթե չեք գտնի Մարգո մարգարին, վերցրեք մարգարին 82% կամ էլ 72, ցածր տոկոսանոցը չի ստացվում լավ, միգուցե ստացվի, բայց ես մեկ անգամ փորձել եմ, այդպես լավ չի բարձրանում, իմ սիրելի բարեկամներ, հարազատներ ջան, Մարգո մարգարինը, եթե կգնեք կիլոյով, լիստերով մարգարինը, ասեմ, 2-3 օր չեք դնում սառնարանը, իհարկե բաժանում եք, կտրում եք, ինչքան որ ձեզ հարկավոր է, ինչքան որ ես դնում եմ, չէ՞ խմորի մեջ, ամեն մի գնդին 130 կամ 150 գրամ, ես այդպես մոտավոր ասեմ ձեզ, ես դրել եմ երևի 150 գրամ, թողնում եք սենյակային ջերմաստիճանի տակ 2-ից 3 օր, ինքը լավ փափկում է, հետո իրեն հետ արդեն լավ աշխատել է լինում, բայց որ սառն է, դուք իրեն չեք կարող տարածել, փափկում է և լավ տարածում եք ձեռքով, առաջի գունդը, փոքր եք բացում, տարածում եք կլոր, գունդ եք պատրաստում և արդեն այնտեղ ցույց եմ տալիս, սիրելիներս, ես ձեզ մանրամասնորեն եմ բացատրում, տեսնում եք վիդեոների մեջ երկար եմ նկարում, որ ձեզ հասկանալի լինի, ուզում եմ, որ դուք պատրաստեք, լավ ստացվի և ես էլ ինձ լավ զգամ, որ իմ պատրաստածը ձեզ դուր եկավ, պատրաստում եք, որ գոհ եք, այսքանը սիրելիներս, էկլերներն էլ շատ լավ ստացվեցին, լավ փքուն, մեծ, ամուր, այն որ թողել ես լավ չորանում է, չէ, մեջը պատահում է, շուտ ես հանում, մեջը խմորանման է լինում, ոչ, ես մինչև վերջ թողեցի, լավ եվես, կարմրեց, մենք մի քիչ մեծ ենք դրել, դուք կարող եք մի քիչ մանր դնել, նոր տարվա նախօրյակին մեծ պատրաստեցինք, ընդհանրապես միջին չափսի ենք անում և պատրաստեցինք մեղրով տորտ, իհարկե գոլորշու վրա չեմ եփում, իմ լավ բարեկամներ, ես խմորը սովորականի նման պատրաստում եմ, գդալով տապակի մեջ, կալկայի վրա լցնում եմ, մի քիչ ցանկացան երեխաները տորթի նման, սա էլ այսպես, կներեք, որ չկարողացա նկարել թխելուց հետո գաթան, կրեմապատվելուց հետո արդեն պատրաստի վիճակում սեղանի վրա ցույց տվեցի, որովհետև ձեզ ասեմ սիրելիներս ինչն էր պատճառը, չգիտեմ երևի այդքան լարված վիճակն էր, դե մենք միշտ պատրաստում ենք 29-ին թխվածքները, 30-ին կրեմը, այդպես 31-ի առավոտյան տոլմաները, գիտեք ես ասել եմ մեկ անգամ, ես շուտ չեմ պատրաստում, ամեն ինչ այդ 3 օրվան, երևի լարվածությունն էր, ինչն էր, շաքարս ահա որ բարձրացավ, սիրելի հետևորդներ ջան, ճնշումս ահա որ բարձրացավ, հիշում եք տեղադրել եմ հյուրերը ընդունելուց հետո, ամսու 3-ին հյուրեր ունեցանք, ցույց եմ տվել, 4-ին Ալայնց տանը գնացինք, արդեն Ալայնց տանից հետո եկատուն շատ վատ է, իմ լավ բարեկամներ, չկարողա, մինչև այդ էլ էի վատ, բայց գիտես դիմադրում էի, ասում էի նոր տարի է, թող ուրախանան, տանեցիները չտխրեն, չէ որ տունը հիվանդ է լինում, մի տեսակ տխրում ես, իմ լավ բարեկամներ, ես արդեն 4-րդ օրն է, աղջկաս տանն եմ գտնվում, մեզ մոտ բժիշկների որ գնացի, սիրելի հետևորդներ ջան, հիվանդանոց չեմ գնացել, այլ մի խոսքով լավ բժիշկի մոտ եմ գնացել, շատ անալիզներ հանձնեցի, մի խոսքով բուժումներ, սրսկումներ և կաթիլային, հիմա տեսեք, ես ձեզ ցույց եմ տալիս, դուք տեսեք, որ ես աղջկաս տանը եկել եմ իրենց
բարեկամուհին բուժքույրը ինձ կաթիլային է անում։ Տեսնում եք, ես կատետր եմ դրել ինքը բուժքույրը, որ անընդհատ չծակի։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե պատճառը ինչն էր, իմ լավ բարեկամներ, հիմա փաթաթեմ։ Պատճառը այս սրսկումն էր, որ եկել եմ աղջկաս տուն, 15 հատ երակային կստանամ, արդեն 4-րդ օրն է այսօր, 3 կաթիլայինից բավականին շաքարս իջել է, դարձել է 20, 30, 32, արդեն ինքնազգացողությունը շատ վատ, գլխապտույտ, համարյա ասեմ կոմայի աստիճան, սիրելիներս։ Տեսնում եք, դեռ հայացքս էլ այն չի, դեռ մի քիչ ձեզ հետ ուզում եմ ուրախանալ, կարոտել եմ ձեզ խոսել, որ այս ամեն ինչը իմ ճիշտ է չեմ մտածում, Աստված մեծ է, ես ինձ հոգսերը բոլորը հանձնել եմ Աստծուն, բայց մարդեց ինչ որտեղ մի փոքր հուսահատվում ես, մի փոքր մտածում ես, ճիշտ չի սիրելիներս, բայց ես ձեզ հետ հիմա խոսում եմ շատ լավ, որովհետև ձեզ ունեմ, Աստված ձեզ ինձ ուղարկել է, ես որ միշտ ուրախ լինեմ, իմ լավ բարեկամներ, բոլորից ցանկանում եմ միայն քաջ առողջություն, ոչ ոք թող չհիվանդանա, իսկ ես արդեն լավ եմ, մի անհանգստացեք, կամաց հոլովակներ կտեղադրեմ, կպատրաստեմ, ցույց կտամ իմ առօրյան, իմ գործերը, հիմա մի քանի օր էլ կմնամ, բուժումները կընդունեմ, նոր կվերադառնամ տուն, արդեն տանից կնկարեմ, հիմա ինչ որ հնարավոր է կնկարեմ, ինչ որ հնարավոր է կանեմ, ձեզ ցույց կտամ, դուք իմ ամենաբարի, իմ ամենաջեր հետևորդներն եք, հարազատներն եք, սիրելիներս, ես ձեզանով միշտ ուրախանում եմ, ձեզանով հպարտանում եմ, ձեր գրած կոմենտարիաներով հպարտանում եմ, որ միշտ լավն եք գրում, միշտ բարին եք գրում, ես էլ ձեզ եմ ցանկանում, Աստծո բարությունը ձեզ, Աստծո սերը ձեզ, Աստծո օրհնությունները ձեր ընտանիքից անպակաս լինի, սիրում եմ բոլորիդ, ես ոչ ոքի տարբերություն չեմ դնում, Աննա ջան, որ գրում եք, Տիկին Մարինե, բոլորին պատասխանում եք, բայց իմ գրածը չեք պատասխանում, չէ արևս, Անուշս, բոլորիդ հավասար սիրում եմ, Աստծո սիրով, դուք իմ հարազատներն եք, տարբերություն չեմ դնում, ջանիկս, մի մտածի, գրի ինչն էր ձեզ անհանգստացնում, սիրով, հոգով, հարազատս կպատասխանեմ, ես չեմ ձանձրանում պատասխանելու մեջ, ես չեմ հոգնում ձեզ ասելուց, որ ձեզ սիրում եմ, դուք իմն եք, ես էլ ձերն եմ, ձեր սիրելի տիկին Մարինեն ինչպես կարող է նեղանալ ձեզանից, սիրուններս, քաղցրներս, անուշներս, լավ եղեք, օրհնված եղեք, կրկին անգամ եմ ասում, իմ լավ բարեկամներ, չեք դրել, դրեք խմենք, այսօր զրուցելու օր է, հետո ես ասեցի, չէ կտեղադրեմ թխած գաթան, կտեսնեք, թե ինչպիսին է, և ցույց կտամ աղջկաս պատրաստած մածունով գաթան, դա էլ շատ ընտիր է լինում, ցանկացողները, եթե ցանկանա մածունով գաթան, թխել, բաղադրատոմսը գրեք, ես կտեղադրեմ մյուս հոլովակի գրառման բաժնում, դուք կտեսնեք, տեսնում եք, շաքարից բերանս արդեն մի փոքր վզոր կպնի, այդ դրա համար, ճանապարհը ցույց կտամ, որ գնացինք բժշկի, ամեն ինչ ցույց եմ տալիս, սիրելիներս, դուք իմ հարազատներն եք, նորից եմ ասում, ամեն անգամ կրկնում եմ, մի նեղացեք, Աննա ջան, սիրելիս, Աստված քեզ օրհնի, ես չեմ ջոկողություն դնում, նորից եմ կրկնում, բոլորիդ հավասար եմ սիրում։ Այնքան գոհ ու շնորհակալ եմ մեր տան հյուրերը, որ եկան, ասեմ, մեր տան հյուրերը հյուրեր չէին, աղջիկ սեր, թոռներ սեր, փեսան, աղջկաս տալը, մենք մի տուն ենք, ես սա էլ եմ ուզում ձեզ ասել, ճիշտ է, կարող է ձեզ ձանձրացնեմ, կներեք, բայց պետք է ասեմ, չէ որ դուք պետք է իմանաք, իմ առօրյան տեսնում եք, չէ, պետք է իմանաք, ովքեր են իմ բարեկամները, Աստծո ժողովուրդն են իմ բարեկամները, գիտեք, իրենք էլ են Աստծուն հավատում, շատ,
Սիրելիներս, աղջկաս տալը իմ ամենամոտիկ, ամենահարազատ մարդն է, իմ աղջկապես սիրում եմ, մինչև աղջկաս ամուսնացնելը իրենց ընտանիքի հետ շատ մոտ են եղել, այստեղ ենք ծանոթացել, այս Վալադարկայում, որտեղ հիմա ես նստած եմ, այս պասյոլիկում ենք ծանոթացել, այստեղ միասին ապրել ենք, միասին լավ վատ օրեր ենք անցկացրել, իսկ ես նվեր ստացա իմ սիրելի աղջկանից, որ ասում եմ տալը աղջկաս, անունը Լիաննա է, այս գեղեցիկ ականջողերը արծաթյա, տեսնում եք, երեկ եմ նվեր ստացել, իմ լավ բարեկամներ, խնդրեմ, տեսեք, մեր հարաբերությունները շատ մոտ են, այդ օրը իմ տունը ցնծություն էր, ուրախություն էր, որ պատրաստում ես, նոր տարին ուզում ես դիմավորես, լավ, ուրախ, ջերմորեն, որ քո տարին լինի հաջողակ և ուրախ, Աստծո օրհնություններով լցված, և Շուշան Մակվեցյանն էր գրող, իմ լավ ընկերուհին, երկար տարիներ ապրել ենք նույն պասյոլիկում, հիմա կողքի պասյոլիկում տուն են գնել, այնտեղ են ապրում և գրում է գիրք, ես արդեն այսօր էլ կկարդամ երկրորդ անգամ ձեզ համար Շուշան Մակվեցյանի գրած ոտանավորներից, բանաստեղծությունից, մի բանաստեղծություն, դա արդեն վերջում կտեղադրեմ, իմ լավ բարեկամներ, թանկագիններս, այսքանը ուզեցա ձեզ ծանոթացնեմ, իսկ հիմա այստեղ էլ թոռներիս հետ վայելում եմ, արձակուրդ է, դպրոց չեն գնում, ուսանողները դեռ դասերի չեն, ամսու 12-ին արդեն կսկսի և դպրոցները բացվել և բուհերը կհաճախեն դպրոց, բուհ, արդեն ցերեկը մենակ կմնամ, իմ բուժումները կընդունեմ, կվերադառնամ կամ ուրբաթ երեկոյան տանը, կամ շաբաթ օրը կլինեմ տանը, հենց եղամ տանը, նորից մենք իրար հետ կզրուցենք, իմ լավ բարեկամներ, սիրում եմ բոլորիդ, Աննա ջան, կրկին անգամ եմ ասում, ես ջոկողություն չեմ դնում, գրի ինչ էր քեզ հարկավոր, ինչ ես ուզում իմանալ, սիրով, մեծ սիրով կբացատրեմ, ջանիկս, այսքանն էի ուզում կիսվել ձեզ հետ, սիրելիներս, ինչ եմ ուզում ասեմ, միշտ եղեք առողջ, միշտ եղեք ուրախ, միշտ փառք տվեք Աստծուն, ձեր ամեն օրվա համար, ամեն բացվող լուսաբացի համար, փառք տվեք, գոհացեք Աստծուց, իր տված օրհնությունների համար, ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է, սիրելիներս, և ինչ եմ ուզում ասեմ, որ ձեզ միշտ տեսնեմ լավ, բարի, գեղեցիկ, հարգված, սիրված, դուք էլ սիրեք ձեր դիմացինին, սերը դա կյանք է, սերը ամենալավ բանն է, ամենարժեքավորն է այս կյանքում, սիրենք միմյանց, սեր փոխանցենք, լինենք բարի և ջերմություն տանք, մեր ամբողջ հոգու սրտու ջերմությունը տանք, գիտեք, չար մարդուն էլ չար մարդ գոյություն չունի, չար մարդուն էլ անգամ մեր բարությունը, մեր սերը, որ փոխանցենք, նա էլ մեկ օր փոխվի կդառնա բարի ջերմ և իրենից իր մեջից հոգու մեջից ջերմություն կտա բոլորին, իմ լավ բարեկամներ, ասեք, որ այս օղերը ինձ շատ սազում են, չէ սիրելիներս, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, լայքեք, ալիքը տարածեք, սեղմեք զանգակ կոճակը, ձեզ շատ սիրում է ձեր տիկին Մարինեն, սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, այ այսպես գրկում եմ, համբուրում եմ, սերս եմ փոխանցում, Աստծո սիրով եմ սիրում, մնացեք Աստծո տան մեջ, Աստծո խաղաղությունը վայելեք, Աստծո սերը վայելեք, իսկ հիմա սա վերջացնեմ կոֆեն, սիրով ձեզ ասեմ, ստեսություն,
այս գեղեցիկ տեսարանով, տեսնում եք ինչ գեղեցիկ տեսարանով եմ ձեզ հետ զրույցում, բարին ձեզ հետ, ստեսություն, մինչ նոր հանդիպում։ Իսկ հիմա սիրով ձեզ ցույց եմ տալիս իմ պատրաստած շերտավոր խմորից գաթաները։ Տեսնում եք ինչքան լավ բարձրացել են բոլոր թերթիկները, բարձրացել են, շատ ընտիր է ստացվում այս խմորով։ Պատրաստեք, կհամոզվեք իմ լավ բարեկամներ, որ այս բաղադրատոմսով պատրաստված խմորը ընտիր գաթաներ, Նապոլեոն, տրուբուչկա է ստացվում։ Թխել ենք արդեն էկլերներն էլ, տեսեք ինչ թեթև, գեղեցիկ, խոշոր էկլերներն են։ Այստեղ էլ մեր մեղրով տորթի լիստերն են։ Մի քիչ հաստ ենք արել, գոլորշու վրա չենք եփել խմորը, այլ պատրաստել ենք և մի քիչ թույլ ենք արել, տապակի մեջ գդալով ենք քսել, իմ լավ բարեկամներ։ Սիրելի հետևորդներ ջան, այս գեղեցիկ տեսքով, կարմիր, բարձր, փխրուն գաթաները թխել է աղջիկս, մածունով գաթաներ են, տեսնում եք ինչքան ընտիր է ստացվել, աղջիկս էլ ընտիր ձեռք ունի և լավ թխում է։ Իսկ հիմա սիրով կարդում եմ Հոգուս օրենքը բանաստեղծությունը, որի հեղինակն է Շուշաննա Մակվեցյան։ Չեմ երազել ոսկի ու գանձ, օրենքներ կան իմ հոգում, միայն գիտեմ փոքր աղբյուրից է մարդը հանգիստ ջուր խմում։ Արարել եմ բարիք գործել, գետը գցել պարզ խղճով, մեկ է մի օր ինչ արել եմ, կգտնի ինձ իմ չափով, բարի մարդուն բարին տվի, գիտեմ նա չի մոռանա, իմ տվածը տասնապատիկ, բարիք ու լույս կդառնա, չեմ վշտացել, երբ իմ առջև շատ դռներ են փակվել, Աստված մեծ է ու արդար է, կյանքին հմայք է տվել, ապրեք մարդիկ անչար հույսով, հոգու գանձն է ճշմարիտ, այն սնվում է մաքուր սիրով, սեր է մաղթում բոլորիդ, ես բոլորիդ մաղթում եմ սեր, բարություն, հոգու խաղաղություն և հոգու ջերմություն, ստեսություն, մինչ նոր հանդիպում։